Պարոն Փաշինյան, երեք Ստրասբուրգում ձեր հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում Եվրախորհրդի խորհրդարանի ղեկավար Ռոբերտո Մեծոլան հայտարարեց, որ անցած տարի նոյեմբերին Մոլդովայում բացված գրասենյակը զբաղվելու է նաև Հայաստանի հետ հարաբերություններով։ Կարծում եմ, ինչ այս հայտարարությունը հարցը ձեր հետ մանրամասն քննարկվել է, դուք տեղեկացված եք, ինչ գործառույթներ է իրականացնելու այդ գրասենյակը Հայաստանում կոնկրետ, ինչ նպատակներ ունի, ինչքանով է դա վերաբերելու եկող, այսինքն հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին ու հաշվի առնելով են, որ վերջերս տեղեկատվություն եղավ, որ Հայաստանը ԵՄ-ից խումբ է խնդրել Ռուսաստանից ենթադրյալ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար։ Եվ հարցիս երկրորդ մասը, որքանով եք դուք հնարավոր համարում մոլդովական սցենարի կրկնությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ, հաշվի առնելով, որ վերջերս արտաքին հետախուզական ծառայությունը համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ եւ քննչական կոմիտեն վարույթ նախաձեռնեց։ Շնորհակալություն։ Ընդհանրապես մենք միշտ առաջնորդվում ենք հայաստանյան եւ հայկական սցենարներով, Եվրոպական խորհրդարանի ներկայացուցչության գործունեության հետ կապված ես քննարկում չեմ ունեցել, մեր գործընկերները կպարզաբանեն ինչ նկատի ունեն, մենք ըստ այդմ մեր վերաբերմունքը կարտահայտենք։ Մոլդովական սցենարը ինչ է, պետք է երկար պարզաբանվի։ Դե հիմա տեսեք, մոլդովական սցենար ասելով դրա համար ամեն մեկը իր ընկալումն ունի Մոլդովայում տեղի ունեցածի վերաբերյալ, ես ասում եմ մենք առաջնորդվում ենք հայաստանյան սցենարներով։ Գևորգ Տոսունյան